Հրաժեշտ բջջայինին քաղաքային իշխանություն առաջարկում է խիստ սահմանափակել հեռախոսի օգտագործումը դպրոցում, կարգելվեն ոչ միայն բջջայինները, այլև պլանշետները, խելացի ժամացույցներն ու տեխնիկական մյուս միջոցները։ Առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Ավելի բարձր 7-ից 12-րդ դասարաններում հեռախոսները չեն հավաքի, բայց թույլ կտան օգտագործել դրանք միայն կրթական նպատակներով, ուսուցչի հրահանգով եւ վերահսկողությամբ։ Թարմացման կարիք ունի ավտոբուսի պարկը՝ 98 միլիարդ դրամ, 250 էլեկտրավտոբուս։ Ծրագիրը գրել ուղարկել են կառավարություն, հաստատման։ Հնարավորինս փորձելու ենք էլ ավելի խրախուսել էլեկտրական մեքենաների, էլեկտրական տրանսպորտի ավելացումը քաղաքում եւ փոխարինումը նախկին ներքին այրմաշարժիչով մեքենաների։ Ավան վարչական շրջան 2.9։ Գնահատողը քաղաքացիներն են։ Բնակիչների բարձրացրած հարցերը որքանով են արդյունավետ լուծում ստացել։ 5 բալանոց համակարգով։ Ավինյանը մտահոգիչ թվեր է նկատել։ Այս գնահատականներով պայմանավորված է լինելու նաև մեր որոշակի կատարողական աշխատանք, հետևություն ենք անելու, որ մեր վարչական շրջանը, որ մեր ստորաբաժանումը ինչպես է շփվում քաղաքացիների հետ եւ ինչպես է քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները լուծում։ Էրեբունի Երևան տոնը այս տարի հոկտեմբերի 12-ին է։ Միջոցառումները կմեկնարկեն 1 օր առաջ էլեկտրոնային երաժշտության փառատոնով։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն։